Հայաստանում այդպիսի տրամադրություններ կան, ասում են, սաղ իրար հետ են։ Ոչ մեկին չեն հավատում, նախկիններ, ներկաներ, այդ երկուսի արանքը, ապագա, ոչ մեկին չեն հավատում։ Դուք հիմա տարանջատվել եք ըստ էության նախկին իշխող ուժի մաս չեք, այլևս դեր առանձին գծով եք գնում, ուղիղ ասոցիացիա չունեք որևէ ուժի հետ, կարծում եմ երևի, չգիտեմ։ Բայց ընդդիմությունը վերջին օրերին, այս օրերին էլ ինչ ես Մոսկվայում եմ գտնվում, բառի բուն իմաստով իրար են ուտում։ Նախկին տարբեր իշխանավորներ, տարբեր թիմեր, տարբեր նախագահներ։ Դուք ո՞նց եք պատկերացնում այս պայմաններում այսպիսի մթնոլորտում միավորումը։ Ընդդիմությունը ավելի քան հասկանում եմ։ Վերողություն Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն ավելի շատ իրար դեմ են պայքարում։ Ինչի՞ց շահում է Նիկոլը բնականաբար։ Համաձայն եմ, այդ մտքի հետ համաձայն եմ, բայց կա մի փաստ, որ բոլորը հասկանում են, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Բոլորը հասկանում են, որ գործող վարչախումբը ամեն օր խորացնում է Հայաստանի համար այն փոսը, որը կարող է լինել վերջնակետը։ Եվ ես ավելի քան հավատացած եմ, որ 26 թվականի ընտրությունները կլինի վարչախմբի վերջի կետը եւ դրանից այն կողմ վարչախումբը չի ապրելու։ Վարչախումբը չկա ոչ մի պատճառ եւ հնարավորություն, որ վարչախումբը դրանից հետո ունենա կյանք։ Եվ այս միջանկյալ խնդիրը ժամանակի հարց է։ Բոլորը հասկացել են, ժողովուրդը հասկացել է եւ վարչախմբի խրխրոցը արդեն լսվում է։ Եվ մենք պետք է այսօր պատրաստվենք այս միջանկյալ խնդիրը լուծելուց հետո Ալիևի հետ հավասար դիրքերից խոսելու։ Մենք այսօր դրան պետք է պատրաստվենք։ Իսկ ընտրություններին դուք պատրաստվում եք։ Մենք ընտրություններին պատրաստվում ենք ամեն օր։ Մենք, ինչպես գիտեք, մեր գրասենյակները թե Հայաստանում, թե արտերկրում աշխատում են եւ մենք հավաքագրում ենք այն բոլոր առողջ ուժերը, որոնք այսօր մտածում են Հայաստանի այսօրվա եւ վաղվա օրվա համար։ Եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Արցախայցյան խնդիրները սոցիալական, որը վարչախումբը պարզապես տապալել է։ Պետական պարտք 12.8 միլիարդ ամեն հարցազրույցը տալուց հետո 1 միլիարդ ավելանում է պետական պարտքը։ Հարկային բեռի ավելացում։ Տնտեսվարողները պարզապես շոկի մեջ են։ Եվ հարկային բեռը շեշտակի ավելացել է։ Հայտարարագրերի պարտավորեցում։ Սա մեկ անգամ եւս խոսում է նրա մասին, որ վաղը ամենքի գրպանը մտնելու են։ Տրանսպորտի թանկացում, հայտարարություն, փոխանակ ընդհանրապես վերացնեն տրանսպորտի գինը եւ սուբսիդավորեն, եւ մենք ունենք այդ ռեսուրսները, եւ մենք պարտավոր ենք դա անելու, այլ ոչ թե քաղաքային տրանսպորտը սարքենք բիզնես եւ ասենք 300 դրամ տվեք, որ նոր ավտոբուսներ բերենք։ Այսինքն սա պարզապես ապաշնոր կառավարման արդյունքն է։ Սա պարզապես ապաշնոր կառավարման հերթական ապացույցն է։